Ինչ որոշում կկայացնի կառավարությունը Դյուշնի համախտանիշով երեխաների դեղորայքի ֆինանսավորման հարցի վերաբերյալ։ Վարչապետի և հիվանդների ծնողների միջև առաջին հանդիպումը տևեց 2 ժամ։ Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը լավագույն արդյունքի հասնելու համար։ Նրանք մանրամասն քննարկել են խնդիրները, դեղորայքի և ռիսկերի հարցերը։ Համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ հիվանդների ծնողները անմիջականորեն ներգրավված կլինեն։ Իրակլի Կոբախիձեի հետ հաջորդ քննարկումը նախատեսված է ուրբաթ օրը։ Ընդդիմությունում տարաձայնությունները շարունակվում են, այս անգամ թեման ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հետ անցկացված հանդիպումներն են։ Լելո կուսակցությունը հայտարարել է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներից լսել են, որ գործունակ ժողովրդավարությունը պահանջում է հզոր ընդդիմություն և մասնակցություն քաղաքական ինստիտուտներին։ Ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից մեկը Նիկա Գվարամյան սոցիալական ցանցում պատասխանել է Գրիգոր Գեգելիայի գնահատականին։ Նրա խոսքով ամերիկացիները նման բան չեն ասել։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 0,5%-ով, հասցնելով այն 6%-ի։ 2027 թվականի կանխատեսումը 5% է։ EBRD տարածաշրջանային տնտեսական հեռանկարների զեկույցում նշվում է, որ Վրաստանի տնտեսությունը շարունակում է արագորեն աճել։ Առողջ ապրելակերպը խթանելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանը այս տարի նույնպես երիտասարդների համար առաջարկում է ամառային ծրագիր։ Ծրագրի շրջանակներում նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել տարբեր մշակութային, մարզական, ճանաչողական և ժամանցային միջոցառումների, հաշվի առնելով իրենց հետաքրքրությունները, հնարավորություն կունենան օգտվել տարբեր մշակութային, մարզական, ճանաչողական և ժամանցային միջոցառումներից։ Գրանցումը արդեն մեկնարկված է։ Երկիրը պատրաստվում է ներդնել սահմանափակ կարողությունների կարգավիճակի կենսահոգեբանական սոցիալական մոդել։ Հենց այս մոդելի ներդրման նպատակով ստեղծված համակարգող խորհուրդը անցկացրեց իր առաջին աշխատանքային նիստը։ Եթե այսօր սահմանափակ կարողությունների կարգավիճակը շնորհվում է միայն բժշկական ախտորոշման հիման վրա, ապա նոր մոդելը հիմնված կլինի անձի գործունեության համալիր գնահատման վրա։ Վրաստանը ընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի անդամ։ Որոշումը կայացվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։ Գործադիր խորհուրդը բաղկացած է 34 անդամից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով։ Նշված խորհուրդը բարձրագույն կառավարման մարմին է, որը որոշում է գլոբալ առողջապահական քաղաքականությունը։ Արդարադատության տունը Եվրոպական հանրային հատվածի մրցանակի դափնեկիր է։ Այն արժանացել է լավ պրակտիկայի վկայականի։ Ճանաչումը հրապարակվել է Եվրոպայում նորարարական, արդյունավետ և քաղաքացիական կենտրոն հանրային ծառայությունները նույնականացնելու և խրախուսելու ամենահեղինակավոր հարթակներից մեկում։ Մրցույթը միավորում է պետական մարմիններ և նորարարական նախագծեր երկրի Եվրոպայի մասշտաբով։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Բելառուսում կայացած «Բելլա-Ագրո 2026» միջազգային ցուցահանդեսին։ Ներկայացվել է մեր երկրի տաղավարը։ Մասնակցել են վրացական գինու և գյուղատնտեսական սննդամթերքի արտադրող ընկերություններ։ «Բելլա-Ագրո» միջազգային ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծագույն միջազգային հարթակներից մեկն է, որը միավորում է գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և գյուղատնտեսական սննդամթերքի ոլորտի ներկայացուցիչներին։ Սպառողների շահերի պաշտպանի ծառայությունը ներկայացրել է իր զեկույցը։ Ներկայացման ընթացքում հաղորդակցության օմբուդսմենը կենտրոնացել է այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են հեռուստահաղորդակցության ծառայությունների որակի վերահսկման անհրաժեշտությունը և սպառողներին ժամանակին տեղեկացնելու կարևորությունը։ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիմակայությունը շարունակվում է։ Իրանը հարձակվել է ամերիկյան բազաների և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավի վրա։ Պատճառը ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ կապված նավթատար նավի և Քեշմ կղզու վրա իրականացված հարձակումներն էին։ Իրանական կողմը պնդում է, որ հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի շտաբ բնակարանի վրա, ինչը ԱՄՆ-ի զինվորականները հերքում են։
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Բենյամին Նեթանյահուն խելագար է անվանել իրեն։ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ մտահոգված է, որ Նեթանյահուն շարունակում է ռմբակոծել Լիբանանը, բայց նշելով, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետի հետ։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Իրանի հոգևոր առաջնորդի հետ։ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Ռուսաստանը հարձակում է սկսել Սումի մարզի վրա, 1 մարդ զոհվել է, 18-ը վիրավորվել։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի վրա ավելի վաղ իրականացված լայնածավալ հարձակմանը, ապա զոհերի թիվը հասել է 22-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել 130-ը։